հատուկ մարդիկ չեն, որ հնարավորություն են Աստծո հետ շփվելու եւ հաղորդակցվելու։ Այս սուտը պիտի Հիսուս Քրիստոսյանով սատանայի կողմից բերված խափանվի։ Հատուկ մարդիկ չեն, որ միայն Աստված դսում է, համայն մարդկության համար։ Աստծուն չեն հետաքրքրում ոչ հոգևոր դասերը, ոչ էլ դասակարգերը, որտեղ Հիսուս Քրիստոս եկավ, չի գրում հատուկ եկեղեցական պաշտոնյաների համար, գրած է Հիսուս եկավ համայն մարդկության համար։ Գրված է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Դրա համար սատանան մեզ շատ չի սիրում, որ մենք ասում ենք Հիսուսը համայն մարդկության փրկիչն էր։ Հիսուսը կրոնավոր գործիչ չի եղել, Հիսուսը համայն մարդկության փրկիչն է, եղել, կա եւ կլինի մինչեւ վերջ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսին ինչպես առաջի դարում հետաքրքիր էին մարդիկ, ովքեր որ սպասում էին իրեն։ Հասարակ մարդիկ, որտեղ ինքը շրջում էր Երուսաղեմի գյուղերով, քաղաքներով, բժշկելով մարդկանց։ Հատուկ վայր չուներ, որտեղ մեկուսանար, պախկվեր, թաքնվեր մարդկանցից, վախենար դուրս գալ իր ստեղծող մարդու առաջ։ Նույնիսկ Տեր Հիսուսին հարց տվեցին, ասեցին, որտեղ է քո բնակվելու վայրը։ Հիսուսն ասեց, երկնքի թռչունները բույներ ունեն, դաշտի գազանները որջեր, բայց որդին մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Տեր Հիսուս Քրիստոսը ամենքի համար բերել էր կյանք եւ ազատություն սատանայի եւ խավարի իշխանությունից։ Եվ ամեն գերության կապանքները քանդվում էին Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր ներկայությամբ։ Եվ ուզում եմ ասել, որ այդ ժամանակվա կրոնավոր գործիչները, փարիսեցիները, սադուկեցիները, քահանաները նախանձով լսված էին, որովհետև մի ամբողջ ազգ 3 միլիոն Իսրայել ժողովուրդ հետևում էր Տեր Հիսուս Քրիստոսին եւ Տիրոջ ողորմությունը ամեն ուրեք էր, բժշկվում էին կաղեր, կույրեր, խուլեր, համրեր, դուրս էին գալի թևեր, հարություն էին առնում մեռելներ եւ այդ ամենը Երուսաղեմի փողոցներում, հատուկ վայրերում չէ, որտեղ նոր ուխտում Աստված հատուկ վայր չունի, որտեղ դնի իր բժշկարար զորությունը գնաս կապնես, հատուկ ջուր չկա, որ գնաս խմես բժշկես, սրանք բոլորը ճշմարտությանը չեն համապատասխանում, ավետարանում չկա։ Բժշկությունը միայն աղոթքով է, բժշկությունը միայն Տեր Հիսուս Քրիստոսի անունով եկեղեցու, ընդհանուր եկեղեցու աղոթքի միջոցով է։ Եվ մենք այսօր հավաքված ենք այստեղ Տեր Հիսուս Քրիստոսի անունով աղոթելու։ Ես մենակ չեմ, որտեղ մի հոգին չի կարա լինի մարմին։ Մարմինը անդամներից է կազմված եւ այստեղ տարբեր մարմնի անդամներ կան, որոնց վրա Աստծո շնորհքը կա աղոթելու։ Եվ մենք միաբան պիտի աղոթենք, որտեղ ուժ ու զորությունը միաբանության մեջ է։ Պատերազմներ մի հոգով չեն գնում, ապա բանակով են գնում։ Եվ մենք այսօրվա Տեր Հիսուս Քրիստոսի այս հրաշալի աղոթքը պիտի անենք միասին, Տիրոջ զորավոր բանակի հետ միասին, նրա ծառայող սիմվոլների հետ միասին։ Բայց մինչև աղոթելը ես ուզում եմ, որպեսզի Աստծո խոսքից մի հատված ընթերցեմ եւ միասին այդ հատվածի մեջ տեսնենք ամենակարևոր տեղերը, որտեղ Աստծո զորությունը գործեց։ Պետրոսը եւ Հովհաննեսը գնում էին միասին տաճարը 9-րդ ժամի աղոթքին։ Եվ մի մարդ կար իր մոր որովայնիցը կախ, որին վերկալած ամեն օր դնում էին տաճարի այն դռանը, որ գեղեցիկ էր կոչվում։ Տաճարը մտնողները ողորմություն էին, տաճարի մտնողներից ողորմություն էր խնդրում։ Երբ որ նա տեսավ Պետրոսի եւ Հովհաննեսին, որ գնում էին մտնեին տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնե նրանցից։ Պետրոս Հովհաննեսի հետ միասին մտիկ արավ նրան եւ ասեց. մեզ նայիր, նա ուշը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնե նրանցից։
Պետրոսն էլ ասեց, արծաթ եւ ոսկի չունեմ, բայց որ ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոս Նազովրեցու անով վեր կաց եւ ման եկ։ Եվ այս ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նրան եւ շուտով հաստատվեցան նրա սրունքը եւ բարձքը։ Վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճար, ման գալով եւ վաստալով եւ Աստծուն օրհնելով։ Եվ բոլոր ժողովուրդը տեսավ նրան, որ ման էր գալիս եւ Աստծուն օրհնում էր եւ ճանաչում էին նրան, որ սա էր, որ ողորմության համար նստած էր տաճարի գեղեցիկ դռանը եւ լցվեցան երկյուղով եւ զարմանքով այն եղածի համար։ Մենք տեսնում ենք, որ առաքյալները մոտիկացան այդ կաղ անթանալույց անձնավորությանը, բայց անձնավորության այդ կաղ անձնավորության սպասում ուրիշ էր, նա սպասում էր, որ Պետրոսը Հովհաննեսը իրան փող կտան, ողորմություն կտան, բայց Պետրոսն ասեց արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոս Նազովրեցու անով վեր կաց եւ ման եկ։ Եվ մենք տեսնում ենք, որ Պետրոսը համարձակ ասեց, այն ինչ որ դու մեզանից սպասում ես, դա չունեմ, բայց ինչ որ ունեմ, ես կտամ։ Պետրոսը ուներ Աստծո զորությունը։ Աստծո ժողովրդի մեջ Աստծո զորությունը բնակվում, որովհետև Աստված քարե տաճարներում չի բնակվում, Աստված բնակվում է ժողովրդի մեջ։ Եվ ավետարանն ասում է դուք չգիտեք, որ Աստծո տաճար եք, մեզ ասում, որովհետև Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ, եւ Աստծո հոգին բնակվում է մեր մեջ։ Այդ ժամանակել էր տաճարի մոտ նստած այդ կաղը, բայց տաճարը չուներ այդ զորությունը, որ բժշկեր այդ կաղին, որովհետև զորությունը այլևս Պետրոսի եւ Հովհաննեսի մեջ էր։ Որտեւ ավետարանն ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք, որտեւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ, որտեւ Տեր Հիսուս Քրիստոսը երկինք համբարձվելուց առաջ առաքյալներին ասեց, որ մինչև վերից զորություն չառնեք, ոչ միտեղ չգնաք։ Եվ մենք գիտենք, որ Գործք առաքելոց երկրորդ գլխում Սուրբ Հոգին իջավ առաքյալների եւ 120 մարդկանց մեջ, ովքեր որ հավաքված էին վերնատունը, եւ երկնքից մի սասուդիկ քամու պես ձայն լսվեցավ, եւ բոլորը տեսան լեզուներ մարդկանց վրա իջած կրակի պես, եւ նրանք ուրիշ լեզուներով խոսում էին։ Դա Սուրբ Հոգու մկրտությունն էր, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոստացել էր եւ ասել էր. Հովհաննեսը ձեր ջրով մկրտեց, բայց ես ձեզ Սուրբ Հոգով կմկրտեմ։ Եվ Հովհաննեսն էր ասել. ես ջրով եմ մկրտում, բայց նա, որ ինձանից հետո է գալու, նա է, որ մկրտելու է ինձ Սուրբ Հոգով։ Եվ գաղտնիքը բժշկության, աստվածային զորության, հենց Սուրբ Հոգու մեջ է, որ բնակվում է մեր մեջ։ Եվ առաքյալների մեջ, որ նրանք չմտան տաճար, նրանք հենց տաճարի դռան վրա մի անգամից հրամայեցին Հիսուսի անով եւ ասեցին. մենք ոսկի արծաթ չունենք, բայց ինչ որ ունենք Հիսուսի անով, տալիս ենք քեզ։ Եվ երկար բարակ աղոթք չարեցին, այլ մի անգամից հրամայեցին եւ ասեցին. Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անով վեր կաց եւ ման եկ, եւ արձերքը բռնեցին, վեր կացրին նրան եւ շուտով հաստատվեցան նրա սրունքը եւ բարձքը եւ վեր առավ, կանգնեց եւ ման էր գալիս եւ նրանց հետ մտավ տաճարը, ման գալով եւ վաստալով եւ Աստծուն օրհնելով։ Մի անգամից աստվածային բժշկությունը եկավ դրա վրա եւ նա վազում էր տաճարում։ Բարտիրոջը մենք այսօր Հիսուսի անով ենք աղոթում եւ բժշկողը մենք չենք, Տերն է, Աստծո հոգին է, որ բնակված է մեր մեջ եւ Աստծո հոգու զորությունն է, որ այստեղից գալու է եւ թափանցելու է քո մարմինը, քո հիվանդ մարմինը եւ բժշկելու է եւ մաքրելու է այդտեղից ամեն հիվանդության ախտեղություն, այդ հիվանդության հետո կանգնած ամեն թևերին հալածելու է։ Փառք Սուրբ Հոգուն, որ այսօր մեր մեջ է, որովհետև Տեր Հիսուսն էր 30 տարի երկրի վրա ապրելով ոչ մի նշան ու հրաշք չարեց, ոչ մեկին չբժշկեց, բայց երբ որ Աստծո հոգին իջավ Հիսուսի վրա, Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով վերջի 3 տարին իր կյանքի մեծ զորություններ եւ հրաշքներ եղան, որտեղ առանց Սուրբ Հոգու Տեր Հիսուս Քրիստոսն էլ ոչ մի հրաշք չարեց։ Դրա համար մենք Սուրբ Հոգով լցված, մկրտված հոգիներս
Այսօր բարձրացնում ենք մեր ձեռքերը Տեր Հիսուս Քրիստոսյանով եւ ասում ենք վեր կաց եւ քայլի, եթե դու կախ ես։ Մենք խոսում ենք քո աչքերիդ վրա, որպեսզի Տիրոջ լույսը գա եւ տեսնես, եթե կույր ես։ Մենք աղոթում ենք, որ Տիրոջ զորությունը հպվի քո ականջներին եւ քո թփկաթաղանթները վերականգնվեն եւ քո խուլ ականջները սկսեն լսել եւ քո համր լեզուն սկսի խոսել եւ այդ ամեն թեմերին եւ ամեն խավար ուժերին հալածում ենք քո կյանքից ամեն հիվանդություններին, ամեն ցավերին մենք Հիսուսի անունով դուրս ենք շպրտում բոլոր այն հոգիների կյանքից, ովքեր որ մեզ միացել են աղոթում են։ Հայ, մենք փառավորում ենք քեզ, մենք մեծարում ենք քեզ, այս մեծ ողորմության համար ու շնորհքի համար, քո որդու Հիսուսի համար, նրա թափած սուրբ անյան համար, քո աստվածային ուժի եւ զորության համար, Տեր Հիսուս Քրիստոսյան Հայր, մենք քանդում ենք այդ հիվանդության կապանքները, մենք ջախջախում ենք քաղցկեղի հետևանքները, ամեն տեսակի աղիքային հիվանդությունները, ստամոքսի խոցերը, լյարդի ուռուցքները, սրտանոթային ամեն հիվանդությունները, ամեն մտավոր տկարությունները, ամեն թիվային ուժերը, Տեր Հիսուսի անունով մենք աղոթում ենք, որպեսզի հեռանան, մենք հրամայում ենք, որպեսզի հեռանան բոլոր այն հոգիների մարմնից ու կյանքից, ովքեր որ հիմա մեզ միացել են ուղիղ եթերով, եւ աղոթում եմ, Տեր մենք փառավորում ենք քեզ, որ դու մեր համար միշտ Տեր իմ Աստված, քո ձեռքերդ պարզած կանգնած ես եւ լսում ես։ Շնորհակալ ենք քեզանից, հրաշագործ Աստված։ Շնորհակալ ենք քեզանից, որովհետեւ քեզ համար անկարելիան նարի ոչինչ չկա։ Քեզ համար տարածությունը արգելք չի։ Մենք փառք ենք տալիս քեզ։ Մենք խոնարհվում ենք։ Եվ այս ժամի մեջ, այս րոպեի մեջ մենք աղոթում ենք, Տեր, որ բոլոր հիվանդության ցավերը, բոլոր հիվանդության Տեր իմ Աստված հետևանքները հեռանան։ Տեր մենք աղոթում ենք, որպեսզի ամեն խավար նահանջի։ Եվ ես ջախջախում ու քանդում եմ ամեն հիվանդության անեծքները։ Ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը հիմա իջնի, Տեր, բոլոր այն հիվանդասենյակներում, որտեղ մարդիկ աղոթում են, ոմանք ծնկի վրա նույնիսկ։ Տեր, ես աղոթում եմ բոլոր այն երեխաների համար, ովքեր որ իրենց ծնողների գրքի մեջ են հիմա։ Ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը, Տեր, գա երկնքից, գա քո Սուրբ Հոգու զորությունը, Տեր, մեկնիր քո փառքի զորավոր ձեռքը, Տեր, եւ ազատագրիր, Տեր, որ նույնիսկ սպիները չերևան, Տեր, մաքրիր ամեն վերքերը, պսորիազը, մաշկային ամեն հիվանդությունները, էկզեմաները, ամեն տեսակի հիվանդությունները, Տեր, որ արտաքնապես արտահայտված են մարդկանց մարմնի վրա։ Ես հիմա աղոթում եմ, որ այդ բոլոր պալարները, այդ բոլոր վերքերը, Տեր Հիսուսի անունով, այդ արմոտված վերքերը, հիմա Հիսուսի անունով չքվեն ու հեռանան։ Փառք ես այս զորության համար, քո բժշկարար զորության համար։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ արդեն հարմարվել են իրանց հիվանդության մեջ, եւ ես աղոթում եմ, որպեսզի քո զորությունը թփվի, եւ ես հալածում եմ ամեն հիվանդություն։ Տեր իմ Աստված, բոլոր այն ոտքերից, որոնք որ երկար ժամանակ չեն քայլում, ես աղոթում եմ, որ այդ ոտքերի մեջ քո զորությունը գա։ Ես խոսում եմ, որպեսզի այդ ոտքերի մկանները զորանան։ Տեր, ես աղոթում եմ, որ քո ուժն ու զորությունը իջնի մարդկանց, ովքեր որ հիմա երկինք են բարձրացել իրենց հայացքը, գլխից մինչև ոտքի թաթը բժշկիր, Տեր, անքնության ոգիները, անպտղության անեծքները, Տեր, մաքրիր, Տեր, անխաղաղությունները ընտանիքից հեռացրա, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, հպվիր քո զորությամբ։ Եվ ես փառավորում եմ, Տեր, եւ ես շնորհակալ եմ քեզանից այս երեկոյի համար, այդ հրաշքների համար, որ անում ես։ Փառք ես, ձեռքը դիր քո հիվանդ մարմնի հատվածի վրա եւ ասա, ես բժշկված եմ, եւ ես խոսում եմ, որ Տիրոջ զորությունը ջերմությամբ, կրակով ամբողջովին քո մարմնից մաքրի ու հեռացնի ամեն հիվանդություն Հիսուսի անունով։ Փառք ես Սուրբ Հոգին, փառք ես Սուրբ Հոգին, փառք ես Սուրբ Հոգին։ Շնորհակալ եմ քեզանից,
Տեր Հիսուսի անունով, Տեր թող այս հրաշք օրերի մեջ քո օրհնյալ այս սուրբ ծննդյան Տեր իմ Աստված հրաշալի օրերի մեջ քո փառքդ երևա, որ բոլորը տեսնեն, որ դու ծնվել ես եւ եկել ես աշխարհ, որպեսզի մենք կյանք ունենանք եւ ավելի, որ մենք բժշկություն ունենանք։ Եվ ես խոսում որ հենց հիմա քո բժշկանոց զորություն այցելի բոլոր հիվանդանոցները, բոլոր հիվանդասենյակները, որ դատարկվեն բոլոր հիվանդանոցները, Տեր, որ ամեն ընտանիք ունենա ուրախություն ու ցնծություն այսօր իր ընտանիքի անդամին իր կողքը տեսնելով բժշկված, Տեր, թող վերադառնան հիվանդները իրենց բնական կյանքին եւ դեպի քեզ, եւ ես փառավորում եմ եւ մեծանում եմ քեզ եւ շնորհակալ եմ քեզանից քո սուրբ ու պատվական անունը Տեր իմ Աստված մեծարելով եւ օրհնաբանելով եւ գովաբանելով փառք քեզ հալելույա փառք քեզ Հիսուս 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 Կանչիր Հիսուս անունը եւ այնտեղ որտեղ որ դու գտնվում ես քո հիվանդասենյակում քո տանը մեջ ասա Հիսուս Հիսուս դու այս անունը Հիսուս ասա ես Հիսուսին Սատանա հիվանդություն այլևս ասա դու իմ վրա իշխանություն չունես դուրս իմ կյանքից դուրս իմ ընտանիքից դուրս իմ մարմնից դու ինքդ քո շուրթերով Հիսուսի անունով խաղացի հիվանդությունը մերժի հիվանդությունը փառք ես ասա Հիսուս դու ես իմ Տերը
մենք խոնարհվում ենք քո առաջ։ Հայր Աստված, շնորհակալ ենք այս երեկոյի համար։ Թող շարունակվի քո բժշկարար զորությունը, Տեր, մաքրել։ Թող շարունակի քո բժշկարար զորությունը ազատագրել ամեն հիվանդներին, ամեն կապվածներին, սատանայի գերության մեջ շղթայված հոգիներին, Տեր։ Ես աղոթում եմ, որ քո զորությունը, Տեր, փառավոր Աստված, իջնի ամեն հիվանդ մարմնի վրա, բոլոր մանուկների, պատանիների, երիտասարդների, Տեր, բոլոր նրանց համար, ովքեր որ հավատում են, Տեր, եւ աղոթում են, թող քո փառքդ երևա։ Ամեն։ Տեր, օրհնի ձեզ, սիրելի քույրեր, եղբայրներ, որ միացել եք մեզ ուղիղ եթերով, մենք օրհնում ենք ձեզ Տեր Հիսուսի անունով եւ շարունակելու ենք եկող տարվա մեջ ամեն երկուշաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի ժամը 2:30 աղոթել հիվանդների համար։ Շնորհավորում ենք ձեր նոր տարին եւ սուրբ ծնունդը։ Թող Աստծո օրհնությունները լինեն ձեր տարվա մեջ եւ մի մոռանաք, որ այս տարի ոչ թե ձի, ես ինչ չգիտեմ, ինչ կենթանու եւ կենթանին պետք է մեզ որևիցե մի կերպով հաջողություն բերի, այդպիսի բան չկա, դրված է, որ ստեղծվածներին չպաշտես, պաշտես ստեղծողին, մենք պաշտում ենք միակ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Եվ թող փառավորվի Աստծո մեծ անունը այսօր։ Օրհնյալ եղիր եւ կարդա նոր կտակարան, վերցրա, սկսիր կարդալ Մատթեոս ավետարանը, Մարկոս ավետարանը, Ղուկաս ավետարանը, Հովհաննես ավետարանը, թող Աստծո խոսքը առատապես բնակվի քո մեջ եւ Աստծո խոսքը մաքրի քեզ, կտեսնես, որ քո կյանքը փոխվելու է եւ այն հիվանդությունը, որ քո վրա երկար տարիներ ուղղակի իշխել է, այդ հիվանդության հետքը չի մնալու նույնիսկ։ Ես քեզ օրհնում եմ, ես ցանկանում եմ քեզ առողջություն եւ նորանոր Տիրոջ մեջ առաջ ընթացներ։ Մնաք Աստծո խաղաղությամբ, կհանդիպենք ամսի 4-ին, կիրակի օրը, ժամը 2:30, ամսի 5-ին եւ 6-ին ու 7-ին 6:30։ Կարող ես գազ ներկա լինես մեր տոնական միջոցառումներին, ամսի 4-ին կիրակի օրը առաջի, միասին պիտի տոնենք Սուրբ Ծնունդը, միասին պետք է փառք Աստծուն եւ կարող ես գազ մենք ժամը 2:30 միասին այդ հրաշալի ուրախությունը պիտի կիսվենք բոլորիդ հետ։ Վաղաշվաղաշյան 12 հասցեով Արաբկիր համայնք Երևան, իհարկե Երևան քաղաքում եւ ամսի 5-ին, 6-ին, 7-ին ժամը 6:30 կարող գաք եւ հրաշալի այս օրհնյալ զորավոր միջոցառումներին մասնակցեք եւ նաեւ պատմեք ձեր բժշկության մասին։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ։